Ի աջակցություն եք հա այստեղ ինչ սպասելիքներ ունեք։ Մենք Հայաստանը ես եմ նախաձեռնության անդամներն ենք, որ մաս ենք կազմում ուժեղ Հայաստան դաշինքին եւ այստեղ մասնակցում ենք այն համոզումով, որ պիտի Հայաստանում լինի ուժեղ երկիր, ուժեղ տնտեսություն, ուժեղ քաղաքականություն, ուժեղ դիվանագիտություն եւ այդ համոզումով գտնվում ենք այստեղ։ Ընդհանրապես սպասելիքները այս ընտրություններից ինչպիսին են։ Շատ տարբեր ռիտորիկաներ կան, օրինակ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի ժողովրդի մեջ խառնաշփոթ ստեղծեն եւ իրենք գիտակցում են, որ հասարակության մի զգալի մասը, մեծամասնությունը իրենց չի ողջունում, իրենց իրականացրած քաղաքականությունը չի ողջունում եւ բնականաբար իշխանությունը կորցնելու վախից դիմում են, այսպես ասենք, իշխանական ռեսուրսների, ադմինիստրատիվ ռեսուրսների։ Կարծում եմ, որ ուժեղ Հայաստան դաշինքի առաջ քաշած բոլոր հիմնախնդիրները հնարավոր է լուծել, եթե լինի տեխնոկրատ կառավարություն, մասնագետների կառավարություն, փորձառություն ունեցող մարդկանց կառավարություն եւ ոչ թե պատահական մարդիկ հայտնվեն ազգային ժողովում, հետագայում նաեւ լինեն կառավարության անդամ ու ձախողեն պետական ծրագրերը կամ ստեն պետական իրենց հայտարարած ծրագիրը մի բան էր 21 թվականին, իրականությունը մեկ այլ բան դուրս եկավ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հիմնական ընդդիմադիր ուժերին անվանում է պատերազմի եռագլուխ ուժեր, ասում է, որ իրանք պատերազմ են ցանկանում, իրանք խաղաղություն են բերել, մինչդեռ այս ուժերը ըստ էության պատերազմ են բերելու Հայաստանին, ավելին ասում է, որ եթե իրենք համանդրական մեծամասնություն չկազմեն, աղետալի պատերազմ կլինի։ Իսկ ներողություն 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ սկիզբը պայմանավորվեց էր այսօրվա 3 ուժերով։ Իհարկե ոչ, օրվա իշխանությունը իրենք էին պատասխանատուն, ժամանակին նաև իրենց կոչ արվեց նախկին բացերը մեր երկրի տեղի ունեցած process-ների արդար դատաքննության ենթարկել, նկատի ունեմ հոկտեմբերի 27-ի այդ չարագործության ազգային ժողովի մեր իշխանության գլխատման երևույթին ճիշտ իրավական ընթացք տալու։ Սակայն 19 թվականի դեկտեմբերին վերաբացված այդ գործը մինչև այսօր ծածկադմփոց է արվում եւ որևէ արդյունք չկա։ 19 թվականին որովա պատասխանատուն հայտարարում է, որ Արցախը Հայաստանի եւ վերջ Ստեփանակերտի հրապարակում, բայց ընդամենը 3 տարի հետո 22 թվականին ստորագրում է մի թուղթ, որ հայտարարում է, որ Ադրբեջանի անբաժանելի մաս է մեր հայրենիքը, Արցախը, որ 3000 տարի առնվազն գոնե հայեր են բնակվել այնտեղ, եւ եթե իր տրամաբանությամբ մենք գնահատենք, ինքը իրավունք չուներ նման թուղթ ստորագրելու, քանի որ ինքը միշտ հայտարարել է, որ ինքը չունի Արցախի ժողովրդի, այսպես ասենք, քվեն այդպիսի դիրքորոշում ունենալու եւ ամենան դատապետելին մերժելին այն է, որ 2023 թվականին, երբ որ հայաթարխվեց Արցախը, հետագայում մեր հայրենակիցները, երբ որ տեղավորվեցին Հայաստանում, այստեղ շատ անգամ մենք իր բերանից եւ իր կողմնակիցների լսում ենք, որ չեք կռվե, փախել եք, ինչու չեք զոհվե, գնայիք զոհվեիք, դա անընդունելի է եւ դատապետելի։